Ուրախ եմ ձեզ ողջունելու, նաև շնորհակալություն Երևանյան դիալոգի մասնակցության համար։ Ձեր այցելությունն նաև գնահատում ենք որպես Եվրոպական միության, նաև Եվրոխորհրդի հետ մեր վերջին ժամանակների ակտիվ համագործակցության կարևորագույն գործոն։ Ձեր ղեկավարած կոնգրեսը Եվրոխորհրդի երկու կարևորագույն հարթակներից մեկն է, եւ ես ուզում եմ առանձնահատուկ նշել հատկապես տեղական իշխանությունների եւ տեղական ինքնակառավարման դերը ժողովրդավարական երկրների համար։ Փաստ է եւ անքննելի է, որ հատկապես ժողովրդավարական երկրներում տեղական ինքնակառավարման կայացվածությունից է կախված նաեւ պետության հզորությունը։ Եվ նաեւ վստահ եմ, որ այն աշխատանքները, որ հիմա կատարվում է հատկապես մեր տեղական իշխանությունների կարողությունների մեծացման, աճակցման ուղղությամբ, դրանք իրենց դրական արդյունքները տալիս են, տվել են եւ կտան։ Merci beaucoup, Monsieur le Président, pour cette entrevue. Շնորհակալություն, պարոն նախագահ, այս հանդիպման համար։ Շնորհակալություն նաև այն հրաշալի ընդունելության համար, որ ես պատիվ ունենալ Հայաստանում։ Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ով այս դիալոգ ֆորումի կազմակերպիչներն են եղել։ Իմ երկրում ես քաղաքականության մեջ եմ արդեն 40 տարի, ես բավականին շատ ֆորումների եւ հավաքների եմ մասնակցել։ Պետք է ասել, որ գործընթացը յուրահատուկ է, որովհետեւ հազվադեպ է լինում, որ պանելիստների նման բարձր մակարդակ եւ նման մասնակցություն է ապահովում ֆորումների ժամանակ։ Եվ առավել եւս որ ցույց է տալիս, որ այդպիսի երկիր ժողովրդական եւ կայուն երկիր, ինչպիսին է Հայաստանը, ինչ դերակատարություն նա կարող է ունենալ այս տարածաշրջանում։ Ես պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպայի խորհուրդը եւ իր խորհրդարանական վեհաժողովի ղեկավարները այստեղ վերջերս կոնգրեսը իր կողմից միշտ շատ բարձր են գնահատել այն, ինչ տեղի ունենում Հայաստանում եւ բարեփոխումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Toutes les réformes démocratiques qui depuis quelques années sont en cours en Arménie.